լքեցիք ազգային ժողովի դահլիճը, չեք մտածում, որ հնարավոր էր այսօր քվեարկություն տեղ ունենալ, թե արդեն գիտեիք, որ քվեարկություն է լինելու, դրա համար գնացիք։ Քվեարկության մասով մասնակցելու ենք, բնականաբար, ինչ վերաբերում է դահլիճը լքելուն, դրա մասին արդեն խոսել ենք, բարձրաձայնել ենք պատճառները, որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով կոնկրետ խմբակցության անունից, պատասխանելով, եթե ասելիք ունի, կարող է ես ընդհանրապես ստերին եմ արձագանքում եւ ամեն անգամ սուտ եմ խոսում ընդդիմադիր։ Կարող է եկեք նախ որակումներ չտանք, այո, մեջբերում հասկանալի է, եթե ցանկություն ունեն, կարող են հերթագրվել խոսել, նիստը նախագահողն էլ միշտ հնարավորություն ունի արտահերթ ելույթի կամ արտահերթ հարցի։ Այսինքն կանոնակարգի խախտում եք դուք արձանագրում, ասում են այդպիսի լիազորություններ Ոչ, չունեն, որովհետև այն իրականությունը, որի մեջ այսպես ասած մեր հարգելի գործընկերները այն իրականությունը, որը որ իրենց պատկերացումները ու մեր պատկերացումները բազմաթիվ հարցերով տարբեր են եւ եթե ամեն մի մտքին այսպես ասած արձագանքի նիստը վարողը, ապա նիստը կվերածվի բնականon ընթացքը կխաթարվի, ինչը մենք տեսանք մի քանի անգամ, մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, այս օրերին պարբերաբար ականատեսն ենք լինում, որ երևի այսօր, չգիտեմ, կարելի է նստել հաշվել, քանի անգամ է դա եղել, մեկ անգամ չէր, որ ասեինք լավ, պարբերաբար սրա մասին մենք խոսել ենք եւ հարկեղած դեպքում նաեւ արձագանքել ենք դահլիճում։ Երբ ամեն անգամ նման իրավիճակ լինի, խմբակցությունով վերեք գնալու շենքից հեռանա։ Նման իրավիճակ ինչպես է։ Լարվածություն։ Ըստ իրավիճակի որոշում ենք կայացնելու, այստեղ հաշվի առնելով, որ կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, այո, որովհետև Դավիթ Ղազինյանին կարելի ասել ընդհանրակարգի խախտումով նաև ձևակերպենք խնդրեցին լքել դահլիճը, ինչը կանոնակարգի խախտում էր, դրան մենք ավելի մանրամասն կանդրադառնանք։ Եթե իշխանությունը կողմ չքվեարկի ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձեր կողմից առաջադրված թեկնածուներին, դուք ունեք այլընտրանքային թեկնածուներ։ Կարձագանքենք, մեր թեկնածուներն իրենց ելույթներում նշել են, որ չեն խնդրելու բնականաբար, որպեսզի կողմ քվեարկեն, ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա պարոն Կարապետյանն էլ իր ելույթում նշեց, որ մեր թեկնածուները համապատասխանում են բոլոր չափանիշներին եւ ըստ իրենց մասնագիտության եւ անցած փորձի որևիցե այսպես ասած չհամապատասխանություն այս առնչությամբ չունեն։ Իրենց թեկնածուներին ինչպես է քվեարկելու պարոն Աբրամյան։ Խմբակցության նիստ կունենանք հավանաբար վաղը առավոտյան քվեարկությունից առաջ եւ ընդհանուր բոլոր 12 հանձնաժողովների մասով քննարկում կունենանք։ Պարոն Աբրամյան, իսկ եթե իշխանությունը չընտրի, իշխանությունը լինի անձանց է առաջադրելու այդ պաշտոններում, թե այլ թեկնածուներ ունեք։ Պարոն Կիրակոսյան, քվեարկությունից հետո ունենալու ենք խմբակցության նիստ, որի արդյունքներով որ կայացնելու ենք հետագա անելիքները, երկու տարբերակներ բնականաբար դիտարկում ենք, կտեսնենք մի խոսք։ Բոլոր իրավիճակներում դուք ասում եք խմբակցության նիստ ենք անելու։ Բնականաբար 15 րոպեն մեկ ձեր խմբակցության նիստ է։ 15 րոպեն մեկ չէ, բայց առանցքային հարցերի շուրջ բնականաբար խմբակցությունով նիստ ենք անում։ Ստրատեգիա մշակած չի ունենաք նման իրավիճակում ինչ եք անելու, եթե ունենք տարբեր իրավիճակներ, պրոստը ուղղակի եթեներով չենք շարժվում կոնկրետ իրավիճակին, խմբակցությունը արձագանքում է։ Պարոն Աբրահամյան, առաջիկայում ազգային ժողովի դատնիկ ներկայացի կառավարության ծրագիրը, որպես խմբակցության քարտուղար կարող եք ասել ինչ տրամադրվածությամբ եք մասնակցել քննարկումներին։ Մասնագիտական կառուցողականության, բարեկրթության, բարեվարկության ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման, թե կլինեն
սուրճ ճղագործներ։ Բնականաբար մասնագիտական առաջին հերթին, նույնպես նաև քաղաքական գնահատական եւս անպայման տալու ենք։ Իսկ ո՞նց է ծրագրի Ազգային ժողով, չգիտեմ, միգուցե ներկայացվել է, ես դեռևս չեմ ծանոթացել, իմ տեղեկություններով դեռևս ոչ չի եկել։ Ոնց որ 20 օրյա ժամկետում է ներկայացվում, եթե չեմ սխալվում, եւ երևի թե մյուս շաբաթ։ Շնորհակալ։ համար, որ այսօր sense ռեպլիկներով չխանգարեն ընդդիմադիրներին, ինչ է կարծում կփոխվի վարքը, թե չէ։ Ինձ թվում է լավ կլինի այդ հարցը ուղղեք կոնկրետ համապատասխան այո ուժին, համապատասխան ուժի, համապատասխան ներկայացուցիչներին։